Այժմ, երբ բոլորի ուշադրության կենտրոնում է դերասան Լևոն Մկրտչյանի անձնական կյանքը, վերջապես սկսում են բացահայտվել մանրամասներ նաև նրա սիրելիի մասին, ով ըստ վստահելի աղբյուրների ոչ պակաս տաղանդավոր ու ստեղծագործ մարդ է։ Պարզվում է, որ Լևոնի սրտի տիրուհին Էվելինան սովորել է հենց այն նույն կրթօջախում, որտեղ սկսել է իր ստեղծագործական ուղին նաև Լևոնը։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ լինելով, նա ոչ միայն կրթություն է ստացել ոլորտի լավագույն մասնագետներից, այլ ձևավորել իր ստեղծագործ ոճը, բեմական խոսքն ու դերասանական ինքնատիպությունը։ Էվելինան սահմանափակված չի մնացել միայն թատերական բեմով, նա իր գործունեությունն արդյունավետ կերպով զուգակցել է նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում։ Ներկայումս աշխատում է Հայաստանի առաջին ալիքում, ինչպես նաև ռադիո Ավրորա մեդիահարթակում, որտեղ նրա դյութի իր ձայնը դարձել է բազմաթիվ լսողների սիրելի։ Նրա հմայքն ու հաղորդման ոճն առանձնանում են նրբագեղությամբ, վստահությամբ և հստակ հաղորդչականությամբ։ Թեև Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին չեն շտապում հանրայնացնել իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասները, այնուամենայնիվ հայտնի է դարձել, որ նրանց նշանադրությունը տեղի է ունեցել դեռևս 2024 թվականին։ Զույգը պահպանել է պարզ ու համեստ մոտեցում, նախընտրելով սիրո պահերն ապրել իրենք իրենցով, առանց ավելորդ ցուցադրականության։ Շատերն այս գեղեցիկ զույգը համարում են օրինակելի ստեղծագործական, մշակութային ոլորտներում հաջողությամբ ընթացող երկու երիտասարդների միություն, որոնք նույնքան ներդաշնակ են էկրանից դուրս, որքան ներս։ Լևոնի սիրելին շարունակում է հանդես գալ նաև թատրոնում, որտեղ իր դերասանական խաղով կարողանում է հուզել հանդիսատեսին, փոխանցել կերպարի նրբությունները և թողնել տպավորիչ զգացողություն։ Նա հանդիսատեսին արդեն ծանոթ է մի շարք բեմադրություններից և յուրաքանչյուր դերակատարումով ապացուցում է իր նվիրվածությունն ու շնորհը։ Մեդիադաշտում, մասնավորապես ռադիոյում, նրա ներկայությունն առանձնանում է հատկապես կերպարային ձայնով, խոսքի մշակվածությամբ և հաղորդման կուլտուրայով, ինչն էլ դարձրել է նրան սիրված ու պահանջված հաղորդավարուհի։ Երկրպագուներն այսօր էլ շարունակում են ակտիվորեն քննարկել զույգի հարաբերությունները, սպասել նոր կադրերի ու տեղեկությունների, իսկ այն, որ այս գեղեցիկ զույգը միավորում է երկու ուժեղ ստեղծագործական անհատականություններ, հաստատում է նրանց սերն ամուր հիմք ունի։ Թե երբ Լևոնը և նրա ընտրյալը կկիսվեն իրենց սիրո պատմության մյուս դրվագներով, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան արդեն ակնհայտ է, այդ սերը համեստ է, ներդաշնակ ու խորիմաստ, ինչպես արվեստն է։ Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանն, ով ներկայումս հանդես է գալիս Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում, կարճ ժամանակում դարձավ լայն ճանաչում ունեցող ու սիրված դերասան։ Նրա մարմնավորած Հենրիի կերպարը շատ արագ դարձավ սերիալի ամենաքննարկվող ու հիշվող կերպարներից մեկը։ Հենրին հարուստ, ինքնավստահ, երբեմն ամբարտավան, բայց միևնույն ժամանակ խոցելի երիտասարդ, նա միանգամից դուր եկավ հանդիսատեսին հենց առաջին իսկ դրվագներից։ Չնայած նրան, որ կերպարը սկզբում կարծես միայն բացասական երանգներ ուներ, Լևոնի խաղային նրբությունը նրան հաղորդեց խորություն։ Հանդիսատեսը սկսեց տեսնել ոչ միայն հպարտ և կամակոր տղայի, այլ նաև մի կերպար, ով ունի իր ներաշխարհը, պայքարն ու ցավը։ Լևոն Մկրտչյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ստացել է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև դերասանական վարպետության ամուր հիմք։ Նրա խաղային տեխնիկան, հուզական փոխանցման հմտությունը և դիմախաղերի անկեղծությունն արդեն վկայում են այն մասին, որ Լևոնն ունի մեծ պոտենցիալ դառնալու հայկական կինոյի և թատրոնի նորագույն սերնդի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Թեև «Վերջին զանգը» նրա առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է, նրա խաղը նկատվել է ոչ միայն հանդիսատեսի, այլև ռեժիսորների կողմից, և արդեն կան լուրեր նրա առաջիկա նախագծերի մասին։ Վերջերս Լևոն Մկրտչյանն իր անձնական կյանքով նույնպես հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես է դերասանը սիրելիին անակնկալ ամուսնության առաջարկություն անում, ռոմանտիկ մթնոլորտում, մեծ հոգատարությամբ և անկեղծ զգացմունքներով։ Տեսանյութերը հուզեցին շատերին, իսկ որոշ մարդիկ նույնիսկ կարծում էին, թե դա սերիալի դրվագ է, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ դա իրական պահ էր, կյանքի կարևոր փուլ Լևոնի համար։
Դրանից հետո շուտով եղավ նաև զաքսավորում, ինչը կրկնապատկեց երկրպագուների հետաքրքրությունը նրա անձի շուրջ։ Շատերը սրտանց շնորհավորեցին զույգին ցանկանալով սեր ու երջանկություն, իսկ մի մասն էլ հուզմունքով արձագանքեց, տեսնելով, թե ինչպես իրենց սիրելիի կերպարը իրականում նույնպես ապրում է նման հեքիաթային պատմություն։ Թեև սերիալում Հենրին երբեմն անկանխատեսելի է և գոռոզ, իրական կյանքում Լևոն Մկրտչյանը հայտնի է իր համեստությամբ, նրբաճաշակ բնավորությամբ և հարգալից վերաբերմունքով բոլորի նկատմամբ։ Նա մեծ արժեք է տալիս ընտանիքին, անկեղծ մարդկային հարաբերություններին ու ստեղծագործական աճին։ Լևոնը բազմիցս նշել է, որ իրեն ոգեշնչում է հանդիսատեսի սերը, բայց միևնույն ժամանակ գիտակցում է յուրաքանչյուր կերպարի հետևում մեծ պատասխանատվություն կա և ինքը պատրաստ է այդ ճանապարհով գնալ անվերջ զարգանալով ու սովորելով։ Դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում սահմանափակվել միայն սերիալային դերերով, նրա երազանքն է նկարահանվել լուրջ դրամատիկական ֆիլմերում, խաղալ թատրոնում, համատեղել արվեստի տարբեր ճյուղեր։ Նա հավատում է, որ հայ հանդիսատեսն արժանի է բարձրորակ ու անկեղծ արվեստի և ինքը պատրաստ է ներդնել իր ողջ ուժն ու տաղանդը այդ նպատակի համար։ Լևոն Մկրտչյանն այսօր հանդիսանում է երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներից մեկն, ով ցույց է տալիս որակյալ դերասանական խաղ։ Եվ նրա թե կերպարի զարգացման, թե անձնական կյանքի ուրախ պահերը ավելի են կապում մարդկանց նրանց հետ։ Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին, մաղթելով նրան ստեղծագործական բարձունքներ, սեր, հաջողություն և շարունակական սեր հանդիսատեսի կողմից։ Լևոն Մկրտչյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որտեղ սովորել է Արմեն Մելիքսեթյանի և Գոռ Մարգարյանի դասարանում։ Չնայած նրան, որ այս դերը նրա առաջին լուրջ հեռուստատեսային դեբյուտն է, նա իր խաղով անմիջապես գրավել է հանդիսատեսի ուշադրությունը։ Նրա կերպարը բազմաշերտ է, մեկ դրսևորում է խարիզմատիկ և ուժեղ բնավորություն, իսկ մեկ այլ դրվագում դառնում խոցելի ու զգայուն։ Սոցիալական ցանցերում Լևոն Մկրտչյանի մասին մեկնաբանությունները լի են գովեստի խոսքերով։ Հանդիսատեսը նշում է, որ նա ոչ միայն արտաքնապես համապատասխանում է իր կերպարին, այլև հիանալի է զգում ու փոխանցում իր հերոսի հուզական վիճակները։ Հատկապես սիրվել են այն տեսարանները, որտեղ Հենրին ցուցադրում է իր խոցելի կողմերը, հեռանալով միայն հարուստի երես առած տղայի կերպարից։